Ամեն ինչ կատարյալ էր թվում արարողության ժամանակ, որը կնքում էր ընկերության ամենամեծ գործարքը։ Կուլիսներում լուռ ներկայությունն իր հետ կրում էր մի գաղտնիք, որը կարող էր փոխել խաղի ընթացքը։ Մի քանի վայրկյանում դաժան ժեստը բացահայեց ճշմարտություններ, որոնց ոչ ոք չէր ցանկանում դիմակայել։ Եվ այնտեղ, տեսախցիկների առջ, սկսվեց մի կայսրության անկումը, որն անսասան էր թվում։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրել է, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին նշել, թե որ քաղաքից եք դիտում, շարունակելով։ Երանի գիշերն փայլում էր կորպորատիվ մեծ տոնակատարություններին բնորոշ լուսավորությամբ, երբ մետրոպոլիսի մութ երկինքը միախառնվում էր ֆինանսական կենտրոնի երկնաքերերը լուսավորող լուսարձակների արտացոլանքի հետ։ Գրանդ Պավիլիոն հյուրանոցը, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում, անճանաչելի էր այդ ուրբաթ օրը։ Նրա ընդարձակ միջոցառումների սրահները վերածվել էին իսկական բյուրեղապակյա լույսերի պալատի, որտեղ յուրաքանչյուր մանրուք մտածված էր իշխանություն, էլեգանտություն, նրբագեղություն փոխանցելու համար։ Դա այն գիշերն էր, երբ Ալմեյդա Սանթոս խումբը պետք է նշեր իր պատմության ամենակարևոր գործարքը՝ միլիարդավոր դոլարների միաձուլումը եվրոպական բազմազգ Bergman Industries ընկերության հետ, մի գործարք, որը հայկական ընկերությանը գտներ տեխնոլոգիական ենթակառուցվածքային լատինաամերիկյան շուկայի գագաթին։ Հելուիզա Ալմեյդա Սանթոսը դիտում էր սրահը մարմարյա սանդուղքի վերից, նրա նուրբ մատները շամպայնի բաժակը բռնում էին այնպիսի էլեգանտությամբ, որը կարծես տասնամյակներ շարունակ փորձված լիներ։ 68 տարեկան Հելուիզան պահպանում էր ուղիղ կեցվածքը, մոխրագույն մազերը կատարյալ սանրված էին անթերի խրձով, նա հագած էր մուգ կապույտ զգեստ, որն ավելի թանկ էր, քան շատ ներկրված մեքենաներ։ Նրա սառույցի պես սառը աչքերը սկանավորում էին յուրաքանչյուր հյուրի, յուրաքանչյուր լրագրողի, յուրաքանչյուր ներկա գործադիրի։ Ամեն ինչ պետք է կատարյալ լիներ։ Ամեն ինչ պետք է արտացոլեր այն, ինչ նա կառուցել էր 40 տարվա քրտնաջան աշխատանքի, զոհաբերությունների որոշումների արդյունքում, որոնք քչերը կհամարձակվեին կայացնել։ Նրա կողքին, երկու աստիճան ներքում զուսպ դիրքով, կանգնած էր նրա որդին, Մարսելո Ալմեյդա Սանթոսը։ 41 տարեկան Մարսելոն կրում էր ազգանվան ծանրությունը, ինչպես մեկը, ով կրում է թագ, որը երբեք չի խնդրել կրել։ Բարձրահասակ, լայն ուսերով մուգ, կոկիկ կտրված մազերով, նա հագած էր անթերի սմոքինգ, պահպանում էր քաղաքական ժպիտը, որը սովորել էր մորից։ Բայց նրան լավ ճանաչողները գիտեին կարդալ այդ ժպիտի տողատակերը։ Այնտեղ կար մի կիսված մարդ, մի մարդ, ով երբեք չէր կարողացել ոչ ասել այն կնոջը, ով նրան միայնակ էր մեծացրել հոր վաղաժամ մահից հետո։ Եվ հետո կար նա, Լաուրա Մենդես Ալմեյդա Սանթոսը։ 36 տարեկան Լաուրան ներկայացնում էր այն ամենը, ինչ Հելուիզան արամարում էր, համեստ ծագում, սեփական արժանինքներով առաջընթաց, սուր խելք, որին ազգանուններ պետք չէին հաստատվելու համար։ Նա այնտեղ էր, ամուսնու կողքին, հագած բաց դեղնավուն, պարզ կտրվածքով, բայց էլեգանտ զգեստ, շագանակագույն մազերը բաց թողած ուսերին, մարգարտյա զուսպ վզնոց, որը հեռավոր մորաքրոջ հարսանեկան նվերն էր։ Լաուրան շքեղ զարդեր չէր կրում։ Պետք չէր։ Նրա ներկայությունն ուներ իր սեփական կշիռը, մի լուռ արժանապատվություն, որը խորապես անհանգստացնում էր զգեսրոջը։ Այն, ինչ ոչ ոք այդ սրահում չգիտեր, բացի մի քանի փաստաբաններից ընկերության սահմանափակ խորհրդից, այն էր, որ Լաուրան պարզապես ժառանգի կինը չէր։ Նա, փաստորեն, այդ ամբողջ գործարքի ուղեղն էր։ Ավարտելով Երանի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը, ունենալով Հայաստանի ամերիկյան համալսարանի կառավարման մագիստրոսի կոչում, Լաուրան Ալմեյդա Սանթոս խումբ էր մտել որպես արտաքին խորհրդատու 7 տարի առաջ։ Նրա կորպորատիվ վերակազմավորման աշխատանքն այնքան փայլուն էր, որ գրավեց ոչ միայն Մարսելոյի ուշադրությունը, ում հետ նա սկսեց հարաբերություններ, որոնք ավարտվեցին ամուսնությամբ, այլ նա միջազգային ներդրողների, ովքեր սկսեցին նրան դիտարկել որպես ընկերության իրական ռազմավարական ուժ։ Այն, ինչ Հելուիզան երբեք չէր պատկերացրել, այն էր, որ մի շարք լիովին օրինական իրավական մանրների միջոցով Լաուրան տարիների ընթացքում ձեռք էր բերել ընկերության զգալի բաժնետոմսեր, օգտագործելով սեփական միջոցները համաձայնագրեր ներդրումային հիմնադրամների հետ, որոնք հավատում էին նրա տեսլականին։ Զուսպ, առանց աղմուկի, առանց առճակատումների, Լաուրան դարձել էր Ալմեյդա Սանթոս խմբի ամենամեծ անհատ բաժնետերը։ Բայց սա մի գաղտնիք էր, որը նա պահում էր որպես լուռ խաղաթուղթ, սպասելով այն բացահայտելու ճիշտ պահին։ Տոնակատարությունը սկսվել էր 2 ժամ առաջ։ Սրահը լի էր երանյան գործարար աշխարհի ճանաչված դեմքերով, ազդեցիկ քաղաքական գործիչներով, մասնագիտացված լրատվամիջոցների լրագրողներով, տարբեր երկրներից ժամանած գործադիրներով։
Սեղանները զարդարված էին ծաղկային կոմպոզիցիաներով, որոնք փոքր կարողություններ էին արժենում, իսկ մատուցվող ընթրիքը հայտնի խոհարարի կողմից ստորագրված գաստրոնոմիական փորձ էր։ Ամեն ինչ ընթանում էր ըստ սպասվածի։ Զրույցները հոսում էին կենացների հաշվարկված ժպիտների միջ, սոցիալական փոխազդեցության այն տեսակը, որը բնորոշ է կորպորատիվ աշխարհին, որտեղ յուրաքանչյուր ձեռքսեղմում կարող է միլիոններ նշանակել ապագա գործարքներում։ Լաուրան փորձում էր պահպանել հանգստությունը, թե գիտեր, որ Հելույզայի հայացքները նրա վրա ամբողջ գիշեր սուր շեղբերի պես էին։ Սկեսուրը երբեք չէր թաքցրել իր դժգոհությունը ամուսնության վերաբերյալ։ Հելույզայի համար Լաուրան ներխուժող էր, մի օպորտունիստ, ով գայթակղել էր իր որդուն էժան հմայքով անչափելի հավակնություններով։ Այն փաստը, որ Լաուրան չափազանց իրավասու մասնագետ էր, միայն վատթարացնում էր իրավիճակը, քանի որ դա նշանակում էր, որ նա ոչ միայն սենտիմենտալ սպառնալիք էր, այլ նա սպառնալիք Հելույզայի բացարձակ վերահսկողությանը ընտանեկան կայսրության վրա։ Մարսելոն, իր հերթին, ապրում էր մշտական լարվածության մեջ։ Սիրում էր իր կնոջը, հիանում էր նրա խելքով, հարգում էր նրա ձեռքբերումները։ Բայց մորը դժգոհեցնելու վախը մի ստվեր էր, որը հետապնդում էր նրան մանկուց։ Հելույզան Մարսելոյին մեծացրել էր երկաթյա ձեռքով վաղ այրյանալուց հետո, ձավորելով նրան որպես կայսրության կատարյալ ժառանգորդ, որը ինքն էր ընդլայնել։ Եվ Մարսելոն, չնայած իր բոլոր դիպլոմներին, փորձին, երբեք չէր կարողացել ազատվել այդ էմոցիոնալ ծրագրավորումից, որը նրան վերածում էր հնազանդ տղայի, երբ մոր առջ էր։ Գիշերվա վճռորոշ պահը մոտենում էր։ Բերկման Industries-ի ներկայացուցիչներն արդեն հասել էին սրահի հետնամասում տեղադրված բեմին, լրագրողները դիրքավորում էին իրենց տեսախցիկները։ Ժամանակն էր պաշտոնական ելույթի պայմանագրի խորհրդանշական ստորագրման, որը պաշտոնապես կծակերպվեր հաջորդ օրերին։ Հելույզան սանդուղքով իջավ թագուհու հանդիսավորությամբ, նրան հետում էին Մարսելոն, Լաուրան։ Եռյակը դիրքավորվեց տեսախցիկների առջ, լուսարձակները սկսեցին պայթել լուռ հրավառության պես։ Բերկման Industries-ի նախագահը, մոխրագույն մազերով։ Գերմանացի Կլաուս Շնայդերը, կարճ առարկայական ելույթ ունեցավ, գովաբանելով գործընկերությունը լատինաամերիկյան շուկայի ներուժը։ Հելույզան պատասխանեց իր նախապատրաստված ելույթով, խոսելով ժառանգության ավանդույթի խոստումնալից ապագայի մասին, որը ձավորվում էր։ Նրա ձայնը ամուր էր, վերահսկվող, յուրաքանչյուր բառ ընտրված էր իշխանություն փոխանցելու համար։ Նա գրեթե չնայեց Լաուրային ամբողջ ելույթի ընթացքում, կարծես հարսը պարզապես երկրորդական դերակատար լիներ այդ սցենարում։ Բայց հետո տեղի ունեցավ մի բան, որին ոչ ոք չէր սպասում։ Լրագրողներից մեկը, ով ավելի ուշադիր էր կորպորատիվ կուլիսներին, բարձրացրեց ձեռքը ուղիղ հարց ուղղեց Լաուրային. «Տիկին Ալմեյդա Սանթոս, ինչպես եք գնահատում ձեր մասնակցությունը այս գործարքի կառուցվածքավորմանը։ Լուրեր կան, որ դուք առանցքային դեր եք ունեցել տեխնիկական բանակցություններում»։ Հետաց լռությունը լարված էր։ Հելույզան դանդաղ շրջվեց դեպի Լաուրան, նրա աչքերը այրվում էին զսպված կատաղությամբ։ Մարսելոն կուլ տվեց, կաթվածահար մոր կնոջ միջ։ Լաուրան, իր հերթին, պահպանեց հանգստությունը։ Մեղմ, բայց ամուր ձայնով պատասխանեց. «Դա թիմային աշխատանք էր, ինչպես միշտ լինում է մեծ նախագծերում։ Ես պատիվ ունեցա նպաստելու տեխնիկական ռազմավարական մասին, բայց արժանիքը Ալմեյդա Սանթոս խմբի ողջ թիմինն է»։ Պատասխանը դիվանագիտորեն կատարյալ էր, բայց Հելույզայի համար դա հրապարակային ապտակի պես էր։ Այն գաղափարը, որ Լաուրան որևէ վարկ կստանա, որ նրա անունը կապ կունենա ընկերության հաջողության հետ, անտանելի էր։ Մայրապետի ներսում ինչ-որ բան կոտրվեց այդ պահին, տարիների ընթացքում կուտակված զայրույթ, իր վերահսկողությունը սպառնալիքի տակ զգալուց, իր որդուն մի կնոջ հետ սիրահարված տեսնելուց, ում նա երբեք չէր հավանություն տա, մեկի իրավասությանը ականատես լինելուց, ով նրա այլասերված մտքում միշտ պետք է մնար երկրորդ պլանում։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, բոլոր ներկաների կողմից կհիշվի որպես երանյան բիզնես պատմության ամենաշոկային պահերից մեկը։ Հելույզան վերցրեց իր կարմիր գինու բաժակը, լիքը խորը գույնի ըմպելիք, միտումնավոր հաշվարկված դաժան շարժումով ամբողջ պարունակությունը թափեց Լաուրայի բաց դեղնավուն զգեստի վրա։ Հեղուկը սահեց նուրբ գործվածքի վրայով, ոչ միայն բծելով հագուստը, այլ խորհրդանշականորեն նշանավորելով այդ պահը որպես ջրբաժան։ Ամբողջ սրահը լռեց։ 300 մարդ ականատես եղան այդ հրապարակային ագրեսիային, այդ դաժանության դրսևորմանը, որը քողարկված էր որպես դժբախտ պատահար։ Բայց բոլորը գիտեին, որ դա դժբախտ պատահար չէր եղել։ Հելույզայի հայացքը դա շատ հստակ էր դարձնում։ Դա ուղերձ էր, նախազգուշացում, իշխանության դրսևորում։
Դա մայրապետն էր, ով բոլորին ասում էր. «Սա իմ ընկերությունն է, սա իմ ընտանիքն է, ես եմ որոշում, թե ով արժեք ունի, իսկ ով ոչ»։ Լաուրան անշարժ մնաց մի քանի վայրկյան, որոնք հավերժություն թվացին։ Գինին սահում էր նրա զգեստի վրայով, կաթելով մարմարյա հատակին։ Նա չբղավեց, չլացեց, բռնությամբ չարձագանքեց։ Նա պարզապես կանգնած էր այնտեղ, կլանելով նվաստացումը այնպիսի արժանապատվությամբ, որը դաժանորեն հակադրվում էր ժեստի դաժանությանը։ Նրա աչքերը հանդիպեցին Մարսելոյի աչքերին, փնտրելով որ է աջակցություն, որ է արձագանք, որ է պաշտպանություն։ Բայց ամուսինը կաթվածահար էր, գունատ, անկարող շարժվելու կամ խոսելու։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ մի անսպասելի բան։ Սրահի խորքից մոտ 50 տարեկան, մոխրագույն մազերով զուսպ շրջանակով ակնոցներով մի տղամարդ սկսեց քայլել դեպի բեմը։ Դա Ռոբերտո Մաչադոն էր, Ալմեյդա Սանթոս խմբի ամենահին փաստաբանը, մի մարդ, ով հայտնի էր իր անսասան ազնվությամբ, ընկերության իրավական նրբությունների խորը իմացությամբ։ Ռոբերտոն ականատես էր եղել շատ բաների իր 25 տարվա ծառայության ընթացքում, բայց դա գերազանցում էր բոլոր սահմանները։ Ամուր քայլերով Ռոբերտոն բարձրացավ բեմ, բոլոր տեսախցիկների առջ, իր բլեյզերը առաջարկեց Լաուրային։ «Թույլ տվեք, տիկին», ասաց նա բավականաչափ բարձր ձայնով, որպեսզի բոլորը լսեն։ Լաուրան ընդունեց ժեստը, ծածկելով բծավոր զգեստը։ Այնուհետ Ռոբերտոն շրջվեց դեպի Հելոիզան, հանգիստ, բայց կշտամբանքով լի ձայնով, ասաց. «Կարծում եմ, ձեզ մի պահ պետք է հավաքվելու համար։ Միգուցե ավելի լավ է պաշտոնական միջոցառումն այստեղ ավարտել»։ Ռոբերտոյի առաջարկը իրականության ցնցում էր։ Բերկման Ինդասթրիս-ի ներկայացուցիչներն արդեն շշնջում էին միմյանց հետ, ակնհայտորեն անհանգստացած։ Լրագրողները շշնջում էին, իսկ ոմանք արդեն սկսում էին խելահեղորեն հավաքել իրենց հեռախոսներով, ուղարկելով սկանդալի մասին առաջին նյութերը։ Տոնակատարության մթնոլորտը վերածվել էր լարված, ամոթալի, անտեսելու անհնարին մի բանի։ Հելոիզան փորձեց վերականգնել իրավիճակի վերահսկողությունը։ «Դա դժբախտ պատահար էր», ասաց նա, ձայնով, որը կեղծ էր հնչում նույնիսկ ամենահիմարների համար։ «Ներողություն եմ խնդրում տեղի ունեցածի համար։ Եկեք շարունակենք տոնակատարությունը»։ Բայց ոչ ոք չհավատաց։ Վնասը հասցվել էր, այն հետ շրջելու միջոց չկար։ Լաուրան, դեռս Ռոբերտոյի բլեյզերով ծածկված, իջավ բեմից, գլուխը բարձր։ Նա չվազեց, չթաքնվեց։ Նա քայլեց սրահով դեպի ելքը, յուրաքանչյուր քայլի հետ զգում էր ներկաների հայացքները իր վրա։ Ոմանք կարեկցանքով էին, ոմանք հիվանդագին հետաքրքրությամբ, բայց կային նահարգանքի, հիացմունքի հայացքներ այն բանի համար, թե ինչպես էր նա պահպանում իր հանգստությունը նման նվաստացման դիմաց։ Մարսելոն վերջապես արձագանքեց, վազելով կնոջ հետից։ «Լաուրա, սպասիր», կանչեց նա։ Բայց երբ նա հասավ նրան սրահից դուրս միջանցքում, չգիտեր, թե ինչ ասել։ Բառերը մահանում էին նրա կոկորդում, խեղդված մեղքով ու վախկոտությամբ։ Լաուրան նայեց ամուսնուն, հիասթափության տխրության խառնուրդով։ «Դու ոչինչ չասացիր», մրմնջաց նա։ «Բոլորի առջ, տեսախցիկների առջ, քո մայրը նվաստացրեց ինձ, դու բացարձակապես ոչինչ չասացիր»։ Մարսելոն բացեց բերանը, իրեն պաշտպանելու համար, բայց ինչ պաշտպանություն կարող էր լինել։ Նա ձախողել էր իր կնոջը այն պահին, երբ նա ամենաշատն էր իր կարիքը զգում։ Ես չգիտեի, թե ինչ անել, կարողացավ ասել նա, նրա ձայնը թույլ էր։ Լաուրան թափահարեց գլուխը, արցունքները վերջապես հոսում էին, ոչ թե թուլությունից, այլ մաքուր հիասթափությունից։ Դու միշտ գիտես, թե ինչ անել, երբ քո մայրը հրամայում է։ Բայց երբ խոսքը վերաբերում է ինձ պաշտպանելուն, դու չգիտես։ Ես հիմա հասկանում եմ։ Նա հեռացավ, Մարսելոյին միայնակ թողնելով միջանցքում, տոնակատարության ձայնը շարունակվում էր հետին պլանում, որպես հեգնական սաունդթրեք ամուսնության համար, որը հենց նոր էր բացահայտել իր ամենախորը ճեղքերը։ Լաուրան տաքսի վերցրեց հյուրանոցի առջից, դեռս Ռոբերտոյի բլեյզերով իր բծավոր զգեստի վրայից, գնաց դեպի այն բնակարանը, որը նա կիսում էր Մարսելոյի հետ Երանի կենտրոն թաղամասում։ Մինչդեռ, սրահում, իրադարձությունները շարունակում էին զարգանալ։ Բեատրիս Կամպոս անունով մի երիտասարդ լրագրողուհի, ով հրավիրվել էր որպես ներդրողներից մեկի ուղեկից, ամբողջ միջադեպը տեսանկարել էր իր բջջային հեռախոսով։ Բնազդաբար, առանց հետանքների մասին մտածելու, նա տեսանյութը տեղադրեց իր սոցիալական ցանցերում պարզ, բայց հզոր վերնագրով։ Երբ իշխանությունը բացահայտում է իր իրական դեմքը։
Գործարար կինը հրապարակայնորեն նվաստացնում է հարսին երանում կորպորատիվ միջոցառման ժամանակ։ Տեսանյութն անմիջապես սկսեց շրջանառվել։ Րոպեների ընթացքում այն տարածվում էր հարյուրավոր մարդկանց կողմից։ Մեկ ժամում դրանք հազարավորներ էին։ Սոցիալական ցանցերում ինքնաբուխ առաջացած հեշթեգերը սկսեցին վիրուսային դառնալ, այն, ինչ տեղի էր ունեցել Grand Pavilion հյուրանոցի սահմանափակ սրահում, այժմ բացահայտված էր ողջ աշխարհի համար, տեսնելու դատելու։ Լաուրան հասավ տուն, փակվեց իր սենյակում, վերջապես թույլ տվեց, որ ամբողջ գիշեր զսպված հույզերը դուրս գան։ Նա լացում էր նվաստացման, ամուսնու դավաճանության համար, ով չպաշտպանեց նրան տարիների լուռ արամարանքի համար, որը նա կրել էր, փորձելով ընդունվել մի ընտանիքի կողմից, որը երբեք չէր ընդունի նրան։ Բայց մինչ նա լացում էր, նրա ներսում ինչ-որ բան սկսում էր փոխվել։ Ցավը տեղի էր տալիս զայրույթին, զայրույթը սկսում էր բյուրեղանալ վճռականության մեջ։ Նա վեր կացավ, լվաց դեմքը, գնաց իր տնային աշխատասենյակ։ Միացրեց համակարգիչը, սկսեց վերանայել փաստաթղթերը, պայմանագրերը, բաժնետոմսերը։ Լաուրան պահել էր յուրաքանչյուր ապացույց, յուրաքանչյուր գրառում, յուրաքանչյուր վկայություն իրական ներդրման մասին Ալմեյդա Սանթոս խմբում։ Եվ ավելին, նա ուներ այն թղթերը, որոնք ապացուցում էին ընկերությունում իր մեծամասնական մասնակցությունը։ Եթե Հելոիզան պատերազմ էր ուզում, ապա պատերազմ կլիներ։ Բայց դա կլիներ պատերազմ դատարաններում, հանդիպումների սենյակներում, այն դաշտում, որտեղ Լաուրան անպարտելի էր, փաստագրված ճշմարտության մասնագիտական իրավասության դաշտում։ Այդ գիշեր, մինչ երանը քնած էր, սոցիալական ցանցերը եռում էին սկանդալից, երեք մարդ չէր կարողանում քնել։ Հելոիզան, իր առանձնատանը, որը գտնվում էր կենտրոն թաղամասում, շատ ուշ հասկացավ, որ իր իմպուլսիվ ժեստը կարող է ունենալ հետանքներ, որոնք նա չէր կանխատեսել։ Մարսելոն, դատարկ բնակարանի հյուրասենյակի բազմոցին, քանի որ Լաուրան փակել էր ննջասենյակի դուռը, հասկանալով, որ նա հատել էր մի սահման, որից հետադարձի ճանապարհ չկար։ Եվ Լաուրան իր աշխատասենյակում պլանավորում էր մի ճանապարհորդության հաջորդ քայլերը, որը նա նույնիսկ չգիտեր, որ պատրաստվում էր սկսել, մի ճանապարհորդություն, որը կբացահայտեր ոչ միայն ճշմարտությունը Ալմեյդա Սանթոս կայսրության մասին, այլ նա ճշմարտությունը այն մասին, թե ով էր նա իրականում, ինչի էր ընդունակ։ Այդ գիշեր թափված գինին ընդամենը սկիզբն էր։ Այն, ինչ գալու էր, այդ բիծը աննշան կդարձներ։ Ասացեք ինձ, ինչ եք կարծում այս պատմության մասին, ինչպես եք կարծում, որ այն կավարտվի։ Առավոտը բերեց երանին մոխրագույն երկինք, բնորոշ երանյան ձմեռային շաբաթ օրերին։ Լաուրան արթնացավ աշխատասենյակի բազմոցի վրա, դեռս հագած նախորդ գիշերվա հագուստով, Ռոբերտո Մաչադոյի բլեյզերը խնամքով ծալված սեղանին։ Նա չգիտեր, թե որ ժամին էր վերջապես քնել, հյուծված արցունքներից տեղի ունեցած ամեն ինչի հուզական ծանրությունից։ Նրա բջջային հեռախոսն անդադար թարթում էր տասնյակ ծանուցումներով, բայց նա չուներ դրանց նայելու համարձակություն։ Աշխատասենյակից դուրս Մարսելոն արթուն էր առավոտյան 5-ից, նստած խոհանոցի սեղանի շուրջ, ձեռքերում պաղ սուրճի բաժակ։ Նա ամբողջ գիշեր անցկացրել էր հյուրասենյակի բազմոցին, մտքով վերապրելով այդ սարսափելի պահի յուրաքանչյուր վայրկյանը, իր կաթվածը, իր անկարողությունը պաշտպանելու իր սեփական կնոջը։ Քանի անգամ էր նա ամուսնության ընթացքում ընտրել լռությունը, մոր հետ առճակատումներից խուսափելու համար։ Քանի անգամ էր Լաուրան լուռ կուլ տվել նվաստացումը, սպասելով, որ նա մի դիրքորոշում կընդունի, որը երբեք չէր գալիս։ Երբ Լաուրան վերջապես դուրս եկավ աշխատասենյակից, նրա աչքերը հանդիպեցին Մարսելոյի աչքերին։ Այնտեղ կար մի հեռավորություն, որը նախկինում գոյություն չուներ, հիասթափությունից փորված անդունդ։ Նա ոչինչ չասաց, պարզապես սառնարանից ջրի շիշ վերցրեց, վերադարձավ աշխատասենյակ, փակելով դուռը իր հետից։ Այդ լուր ժեստը Մարսելոյի համար ավելի ցավոտ էր, քան ցանկացած բղավոց կամ մեղադրանք կարող էր լինել։ Մինչդեռ, քաղաքի մյուս ծայրում, Ալմեյդա Սանթոսների ընտանիքի շքեղ առանձնատանը, որը գտնվում էր կենտրոնի բացառիկ թաղամասում, Հելոիզան նույնպես չէր կարողացել քնել։ Բայց նրա պատճառները տարբեր էին։ Նրան արթուն պահողը զղջումը չէր, այլ զայրույթը։ Զայրույթ, որ իր իշխանության ժեստը նկարահանվել բացահայտվել էր սոցիալական ցանցերում, զայրույթ, որ Լաուրան հասարակության համակրանքն էր շահել, զայրույթ, որ իր վերահսկողությունը պատմության նկատմամբ դուրս էր գալիս իր ձեռքերից։ Նա զանգահարեց Քրիստինա Ֆագունդեսին, իր մամուլի քարտուղարին ավելի քան 15 տարի։ Մենք պետք է վերահսկենք այս սկանդալը, ասաց Հելոիզան առանց ողջունելու։ Ուզում եմ, որ դու պաշտոնական հայտարարություն պատրաստես, ասելով, որ դա դժբախտ պատահար էր, որ թյուրիմացություն էր, որ ընկերությունը ցավում է տեղի ունեցածի համար։
Քրիստինան հեռախոսի մյուս ծայրում վարանեց։ Նա տեսել էր տեսանյութը, ինչպես միլիոնավոր մարդիկ։ Անհնար էր դա որպես դժբախտ պատահար ներկայացնել։ Տիկին Հելոիզա սկսեց նազգուշորեն, միգուցե ավելի լավ է այս պահին որդեգրել ռազմավարական լռության դիրքորոշում։ Պատմությունն արդեն հաստատված է, հերկման ցանկացած փորձ կարող է վատթարացնել իրավիճակը։ Հելոիզան անջատեց հեռախոսը, առանց պատասխանելու։ Նա սովոր չէր ոչ լսելուն, իր կամքին հակառակ խորհուրդներ ստանալուն։ Տասնամյակներ շարունակ նա ձավորել էր իր շրջապատի իրականությունը իր անձի ուժի, իր տնտեսական իշխանության միջոցով։ Բայց սա նոր դարաշրջան էր, մի դարաշրջան, որտեղ բջջային հեռախոսի տեսախցիկները, սոցիալական ցանցերը կարող էին ժամերի ընթացքում քանդել արտաքին տեսքի վրա հիմնված կայսրությունները։ Բեատրիս Կամպոսի տեղադրած տեսանյութը գիշերվա ընթացքում 5 միլիոնից ավելի դիտում էր ունեցել։ Մեկնաբանությունները ճնշող մեծամասնությամբ Լաուրայի օգտին էին։ Ամբողջ երկրի կանայք նույնանում էին այդ հրապարակային նվաստացման, այդ դաժանության հետ, որը քողարկված էր որպես սոցիալական գերազանցություն։ Սոցիալական ցանցերի ֆեմինիստական շարժումները սկսեցին միջադեպը օգտագործել որպես հոգեբանական բռնության օրինակ կորպորատիվ ընտանեկան միջավայրում։ Ինքնաբուխ առաջացած հեշթեգը Հայաստանի ամենաքննարկվող թեմաներից էր։ Շաբաթ առավոտյան Լաուրան վերջապես վերցրեց բջջային հեռախոսը։ Հարյուրավոր հաղորդագրությունների մեջ կար մի բան, որը գրավեց նրա ուշադրությունը։ Դա Ռոբերտո Մաչադոից էր, փաստաբանից, ով իրեն բլեյզեր էր առաջարկել նախորդ գիշեր։ Հաղորդագրությունը կարճ էր ուղիղ։ Տիկին Լաուրա, շտապ պետք է խոսեմ ձեզ հետ։ Խոսքը վերաբերում է այն բաներին, որոնք շատ ավելին են, քան երեկ տեղի ունեցածը։ Կարող ենք հանդիպել այսօր կեսօրին իմ գրասենյակում։ Կարող է։ Լաուրան պատասխանեց այո։ Ռոբերտոյի հաղորդագրության տոնի մեջ կար մի բան, որը հուշում էր, որ նա ավելին գիտեր, քան թվում էր։ Ժամը 15-ին նա գտնվում էր Կենտրոն թաղամասի էլեգանտ փաստաբանական գրասենյակում, որտեղ Ռոբերտոն սպասում էր իրեն, սեղանին դրված փաստաթղթերով լի պանակով։ Տիկին Լաուրա, սկսեց Ռոբերտոն, երբ նա նստեց, ես աշխատում եմ Ալմեյդա Սանթոս խմբի համար 25 տարի։ Այդ ընթացքում շատ բան եմ տեսել։ Ականատես եմ եղել կասկածելի որոշումների, օրինականության եզրին մանրների, անարդար վերաբերմունքի։ Բայց այն, ինչ տեսա երեկ, գերազանցեց բոլոր սահմանները։ Նա դադար տվեց, շտկելով ակնոցները։ Ես այլս չեմ կարող լուր հանցակից լինել մի համակարգի, որը թույլ է տալիս, որ ձեր նման մարդկանց այդպես վերաբերվեն։ Լաուրան լուր դիտում էր նրան, չիմանալով, թե ուր է հասնելու այդ զրույցը։ Ռոբերտոն շարունակեց. Ես գիտեմ, թե ով եք դուք իրականում ընկերությունում։ Ես գիտեմ ձեր բաժնետիրական մասնակցության մասին, գիտեմ ձեր դերի մասին Bergman Industries-ի հետ գործարքի կառուցվածքավորման մեջ։ Եվ գիտեմ նա բաներ, որոնք դուք հավանաբար չգիտեք։ Նա բացեց պանակը, սկսեց ցույց տալ փաստաթղթեր։ Տարիներ շարունակ տիկին Հելոիզան Մարսելոն կատարում են հաշվապահական անկանոնություններ։ Միջոցների շեղումներ, օֆշորային հաշիվներ, չափազանցված պայմանագրեր ուրվական ընկերությունների հետ, լայնածավալ հարկերից խուսափում։ Ամեն ինչ շատ լավ քողարկված, շատ լավ փաստագրված, օրինական թվալու համար, բայց հիմնովին կոռումպացված։ Լաուրան զգաց, թե ինչպես է արյունը սառչում նրա երակներում։ Նա միշտ գիտեր, որ Հելոիզան անողոք գործարար էր, բայց երբեք չէր պատկերացրել, որ ամեն ինչ կհասնի այս կետին։ Ինչու՞։ Եք ինձ հիմա դա պատմում, հարցրեց նա։ Ռոբերտոն հոգոց հանեց։ Որովհետև հոգնել եմ պաշտպանել մարդկանց, ովքեր պաշտպանության արժանի չեն։ Որովհետև տեսա, թե ինչ արեցին ձեզ հետ երեկ, ամաչեցի լինել այդ կառույցի մասը։ Եվ որովհետև դուք ունեք դա փոխելու ուժը։ Նա բացատրեց, որ որպես ընկերության ամենամեծ անհատ բաժնետեր, Լաուրան իրավունք ուներ արտահերթ ժողով հրավիրելու հաշիվների ամբողջական աուդիտ պահանջելու։ Ռոբերտոյի ունեցած ապացույցներով հնարավոր կլիներ ոչ միայն Հելոիզային հեռացնել նախագահությունից, այլ նրան քրեական պատասխանատվության ենթարկել կատարված անկանոնությունների համար։ Մարսելոն նույնպես ներգրավված է, հարցրեց Լաուրան, թե արդեն գիտեր պատասխանը։ Ռոբերտոն տխուր գլխով արեց։ Ոչ այնքան, որքան տիկին Հելոիզան, բայց նա գիտեր օգուտ ստացավ։ Կան նրա անունով հաշիվներին փոխանցումների անդորրագրեր։ Լաուրան ձեռքերը տարավ դեմքին։ 24 ժամից էլ քիչ ժամանակում նրա կյանքը լիովին փոխվել էր։
Ավերված ամուսնություն սկեսուր, ով ատում էր նրան, բացահայտված որպես հանցագործ, ամուսին, բացահայտված որպես հանցակից։ Եվ նա, ով միշտ փորձել էր ամեն ինչ ճիշտ անել, քրտնաջան աշխատելով, իր կարիերան կառուցելով արժանինքների վրա, այժմ իրեն գտնում էր հսկայական մասշտաբի կորպորատիվ սկանդալի կենտրոնում։ Պետք է մտածեմ, ասաց նա վերջապես։ Ռոբերտոն համաձայնեց։ Վերցրեք այնքան ժամանակ, որքան ձեզ պետք է։ Բայց իմացեք, որ հնարավորությունը հիմա է։ Երեկվա սկանդալը ուշադրության կենտրոնում է դրել ընկերությանը։ Եթե մենք պետք է գործենք, ապա սա է պահը։ Նա նրան հանձնեց բոլոր փաստաթղթերի պատճենը։ Սա անվտանգ տեղում պահեք։ Դրանք տարիների լուր հետաքննության արդյունքներ են։ Այդ ամենը մեզ պետք է նրանց կառուցած արտաքին տեսքի կայսրությունը քանդելու համար։ Լաուրան դուրս եկավ Ռոբերտոյի գրասենյակից, բանակը կրելով, կարծես աշխարհի ծանրություններ կրում։ Նա յուբր վերցրեց մինչ հաղթանակ զբոսայգի, իրեն թար մոտ, մտածելու տարածք էր պետք։ Նստեց լճի մոտ գտնվող նստարանին, դիտելով անցնող ընտանիքներին, վազող երեխաներին, ձեռք ձեռքի բռնած զույգերին։ Այդ ամբողջ նորմալությունը այնքան հեռու էր թվում այն փոթորիկից, որում նա ապրում էր։ Նրա բջջային հեռախոսը զանգահարեց։ Դա Բեատրիս Կամպոսն էր, լրագրողուհին, ով տեսանյութը նկարահանել էր։ Տիկին Լաուրա, ներողություն եմ խնդրում անհանգստացնելու համար։ Ձեր հեռախոսահամարը ստացա մի աղբյուրից։ Գիտեմ, որ դժվար պահ եք ապրում, բայց կցանկանայի ձեզ հնարավորություն տալ պատմելու ձեր կողմից պատմությունը։ Իմ տեսանյութը վիրուսային է դարձել, հիմա բոլորն ուզում են իմանալ, թե ով է այդ բծավոր զգեստի հետում կանգնած կինը։ Լաուրան վարանեց։ Նրա առաջին արձագանքը հրաժարվելն էր։ Նա երբեք ուշադրության կենտրոնում լինել չէր ձգտել, երբեք չէր ցանկացել լինել ուշադրության կենտրոնում։ Բայց հետո մտածեց այն բոլոր կանանց մասին, ովքեր մեկնաբանում էին տեսանյութը, նույնանալով նրա ցավի հետ, կիսվելով իրենց սեփական նվաստացման չարաշահման պատմություններով։ Միգուցե ժամանակն էր օգտագործել այդ ձայնը, որը նա միշտ վերահսկվող էր պահել։ Այո, պատասխանեց նա։ Եկեք խոսենք։ Բայց ես սենսացիոնիզմ չեմ ուզում։ Ես ուզում եմ պատմել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը։ Բեատրիսն անմիջապես համաձայնեց։ Նրանք հանդիպում նշանակեցին հաջորդ օրը, կիրակի, Կասկադ թաղամասի զուսպ սրճարանում։ Երբ Լաուրան երեկոյան վերադարձավ տուն, Մարսելոն սպասում էր նրան հյուրասենյակում։ Նա վեր կացավ հենց որ նա մտավ, բառերը խճճվում էին միմյանց մեջ, ներողությունների արդարացումների խառնուրդով։ Լաուրա, ես պետք է հասկանաս։ Ես ուզում էի ինչ-որ բան ասել, բայց շոկի մեջ էի, չգիտեի, թե ինչպես արձագանքել։ Իմ մայրը երբեք չպետք է աներ դա սարսափելի էր, աններելի։ Լաուրան նայեց նրան այնպիսի սառնությամբ, որը նա երբեք չէր տեսել։ Մարսելո, դու 7 տարի ունեցել ես ինձ պաշտպանելու համար։ 7 տարի փոքր նվաստացումներ, չար մեկնաբանություններ, մորթ մշտական անհարգալից վերաբերմունք։ Եվ այդ բոլոր անգամներին դու ընտրել ես լռությունը։ 3 պարզապես տարիների վախկոտության գագաթնակետն էր։ Նա դադար տվեց, թույլ տալով, որ բառերը ներթափանցեն։ Բայց ամենավատը նույնիսկ դա չէ։ Ամենավատն այն է, որ դու մասնակցել ես ընկերության անկանոնություններին, որ դու օգուտ ես ստացել միջոցների շեղումներից, որ դու նույնքան կոռումպացված ես, որքան նա։ Մարսելոն գունատվեց։ Ով պատմեց քեզ դա։ Լաուրան չպատասխանեց։ Նա պարզապես անցավ նրա կողքով գնաց իր սենյակ։ Այսօր գիշեր կքնեմ հյուրասենյակում, ասաց նա, նախքան դուռը փակելը։ Վաղը մենք պետք է շատ լուրջ զրույց ունենանք մեր ամուսնության ընկերության ապագայի մասին։ Կենտրոնի առանձնատանը Հելոիզան անսպասելի զանգ ստացավ։ Դա Կլաուս Շնայդերն էր, Բերգման Ինդասթրիսի նախագահը։ Նրա ձայնը լարված էր, պաշտոնական։ Տիկին Ալմեյդա Սանթոս, մենք պետք է քննարկենք գործարքը։ Մեր խորհուրդը անհանգստացած է Ալմեյդա Սանթոս խմբի հանրային իմիջից, երեկվա իրադարձություններից հետո։ Մենք դիտարկում ենք պայմանների վերագնահատում։ Հելոիզան զգաց, թե ինչպես է հողը սահում իր ոտքերի տակից։ Այդ գործարքը նրա կարիերայի պսակն էր, իր կառուցած կայսրության վերջնական ամրապնդումը։ Դա կորցնելը նշանակում էր ամեն ինչ կորցնել։ Պարոն Շնայդեր, ասաց նա, փորձելով ձայնը ամուր պահել, երեկվա միջադեպը ցավալի էր, բայց այն չի արտացոլում ընկերության արժեքները կամ ամրությունը։ Խնդրում եմ, մի շտապեք որոշումներ կայացնել, հիմնվելով անհաջող պահի վրա։
Կլաուսն ուղիղ խոսեց. Խոսքը միայն միջադեպի մասին չէ, տիկին Ալմեյդա Սանթոս։ Մեր պատշաճ ջանասիրության թիմը սկսել է որոշ անհամապատասխանություններ գտնել ֆինանսական հաշվետվություններում։ Դեռս լուրջ ոչինչ չկա, բայց բավարար է ավելի խորը աուդիտ իրականացնելու համար։ Մենք մի քանի օրից կպատասխանենք։ Հելույզան անջատեց հեռախոսը, տասնամյակների ընթացքում առաջին անգամ վախ զգաց։ Վախ, որ իր կառուցած քարտեզների ամրոցը պատրաստվում էր փլուզվել։ Վախ, որ իր ամբարտավանությունը վերջապես պահանջել էր մի գին, որը նա չէր կարող վճարել։ Հաջորդ օրը, կիրակի, Լաուրան հանդիպեց Բեատրիս Կամպոսի հետ պայմանավորված սրճարանում։ Լրագրողուհին եկավ ձայնագրիչով նոթատետրով, բայց նախքան հարցազրույցը սկսելը, նա անջատեց բոլոր սարքավորումները, ուղիղ նայեց Լաուրային։ Նախքան պաշտոնապես սկսելը, պետք է ձեզ ինչ-որ բան ասեմ։ Ես այդ տեսանյութը պատահաբար չեմ նկարահանել։ Ես աշխատում եմ հետաքննական լրագրության պորտալի համար։ Մենք ամիսներ շարունակ հետաքննում ենք Ալմեյդա Սանթոս խումբը, հետելով ֆինանսական անկանոնությունների հետքերին։ Ուրբաթ օրը տեղի ունեցածը անսպասելի հնարավորություն էր ընկերության վրա ուշադրություն հրավիրելու համար։ Լաուրան լուր կլանեց այդ տեղեկությունը։ Այնուհետ, կտորները սկսեցին իրար համապատասխանել։ Դուք այնտեղ էիք միտումնավոր, եզրակացրեց նա։ Բեատրիսը գլխով արեց։ Հրավերը ստացել էի կապերի միջոցով։ Չէի սպասում, որ նման դրամատիկ բան կլինի, բայց երբ դա տեղի ունեցավ, գիտեի, որ գործելու ժամանակն է։ Նա առաջ թեքվեց։ Տիկին Լաուրա, ես գիտեմ, որ դուք եք այդ ընկերության իրական ուժը։ Ես գիտեմ ձեր բաժնետիրական մասնակցության մասին, գիտեմ ձեր դերի մասին Բերգման ի հետ գործարքի մեջ։ Եվ կասկածում եմ, որ դուք կարող եք սկսել բացահայտել բաներ Հելոյզայի Մարսելոյի մասին, որոնք շատ ավելին են, քան ընտանեկան հարցերը։ Լաուրան վարանեց ընդամենը մի պահ, նախքան որոշեց վստահել այդ երիտասարդ լրագրողուհուն, ով ինչ-որ չափով դարձել էր անսպասելի դաշնակից։ Եթե ես ձեզ հասանելիություն տամ փաստաթղթերի, որոնք ապացուցում են լուրջ անկանոնություններ, դուք կկարողանաք հրապարակել ամբողջական հետաքննություն։ Բեատրիսը ժպտաց, այդ ժպիտի մեջ կար այն մարդու վճռականությունը, ով ծնվել էր անհարմար ճշմարտություններ բացահայտելու համար։ Տիկին Լաուրա, դա հենց այն է, ինչին մենք սպասում էինք ամիսներ շարունակ։ Ձեր բաժնետիրական մասնակցությամբ ճիշտ փաստաթղթերով մենք կարող ենք ոչ միայն բացահայտել հանցագործությունները, այլ ձեզ իրավաբանորեն պաշտպանել որպես ահազանգողի։ Նրանք անցկացրին հաջորդ 3 ժամերը զրուցելով, պլանավորելով, կառուցվածքավորելով մի ռազմավարություն, որը համատեղում էր իրավական գործողությունները, լրագրողական բացահայտումը, Լաուրայի անձնական պաշտպանությունը։ Երբ նրանք հրաժեշտ տվեցին, արդեն մտնում էր Երանի վրա, երկուսն էլ գիտեին, որ նրանք հենց նոր էին սկսել մի բան, որը կփոխեր ոչ միայն իրենց կյանքը, այլ հնարավոր է, ամբողջ հայկական կորպորատիվ լանդշաֆտը։ Լաուրան վերադարձավ տուն, զգալով օրերի ընթացքում առաջին անգամ իր սեփական ճակատագրի տերը։ Այլս ոչ թե նվաստացված հարսը, ոչ թե լուռ կինը, ով ընդունում էր հարգանքի փշրանքներ։ Նա Լաուրա Մենդեսն էր, փայլուն ինժեներ, իրավասու գործադիր, Ալմեյդա Սանթոս խմբի ամենամեծ բաժնետերը։ Եվ նա պատրաստվում էր ցույց տալ Հելոյզային Մարսելոյին, որ իրեն թերագնահատելը ամենամեծ սխալն էր, որ նրանք կարող էին թույլ տալ։ Մարսելոն հյուրասենյակում էր, երբ նա հասավ։ Նա ամբողջ օրը սպասել էր, փորձելով գտնել բառեր, որոնք կարող էին շտկել կոտրվածը։ Բայց երբ տեսավ Լաուրայի դեմքի արտահայտությունը, գիտեր, որ չկային դրան ընդունակ բառեր։ Պետք է խոսենք, ասաց նա, նրա ձայնում կար մի ամրություն, որը նա երբեք չէր լսել։ Մեր ամուսնության մասին, ընկերության մասին, ամեն ինչի մասին։ Նրանք նստեցին դեմ դիմաց, ամուսնության 7 տարիների ընթացքում առաջին անգամ Լաուրան չէր խնդրում, նա պահանջում էր։ Նա չէր առաջարկում, նա սահմաններ էր դնում։ Նա չէր սպասում, որ իրեն կընդունեն, նա սահմանում էր իր մնալու պայմանները։ Եվ Մարսելոն, սովոր լինելով լինել որոշումների կենտրոնում, ժառանգը, ում բոլորը ծառայում էին, հայտնաբերեց, որ ամուսնացել էր մի կնոջ հետ, ում նա երբեք իրականում չէր ճանաչել, մի կնոջ, ով նոր էր սկսում բացահայտել իր իրական ուժը։ Այն փոթորիկը, որը սկսվել էր թափված գինու բաժակով, նոր էր սկսում ցույց տալ իր իրական մեծությունը։ Եվ դրա կենտրոնում, այլս ոչ որպես զոհ, այլ որպես իր սեփական պատմության գլխավոր հերոս, կանգնած էր Լաուրան, պատրաստ շրջելու խաղը վերակառուցելու ոչ միայն մի ընկերություն, այլ իր սեփական կյանքը։
Երկուշաբթի առավոտը բացվեց Երանում մանր անձրով, այն համառ անձրով, որը կարծես լվանում էր փողոցները միաժամանակ տխրության ծանրություն էր կրում։ Լաուրան արթնացավ վաղ, սովորականից ավելի վաղ, մտքի պարզությամբ, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Նա որոշումներ էր կայացրել գիշերվա ընթացքում, որոշումներ, որոնք անդառնալիորեն կփոխեին իր կյանքի ընթացքը։ Հագավ մուգ կապույտ կոստյում, մազերը հավաքեց անթերի խրձով, առաջին անգամ երկար ժամանակ հետո նայեց հայելու մեջ տեսավ ոչ թե մերժված Հարսին, այլ իրավասու գործադիրին, ով միշտ եղել էր։ Մարսելոն դեռ քնած էր, երբ նա դուրս եկավ բնակարանից։ Կամ ձացնում էր, թե քնած է, Լաուրան վստահ չէր։ Նախորդ գիշերվա զրույցը երկար ցավոտ էր եղել։ Նա փորձել էր արդարացնել իր մասնակցությունը ընկերության անկանոնություններին, պնդելով, որ պարզապես հետում էր մոր հրամաններին, որ չգիտեր խնդիրների մասշտաբը, որ պատրաստ էր ամեն ինչ շտկել։ Բայց Լաուրան այլս այն կինը չէր, ով ընդունում էր դատարկ արդարացումներ։ Նա հստակ հասկացրել էր. կամ նա կհամագործակցի այն հետաքննության հետ, որը պատրաստվում էր սկսվել, կամ նա կքաշվեր Հելոյզայի հետ միասին կոռումպացված կայսրության անխուսափելի անկման մեջ։ Ալմեյդա Սանթոս խմբի գրասենյակը գտնվում էր Հանրապետության հրապարակի ամենաժամանակակից շենքերից մեկում, Երանյան ֆինանսական կենտրոնի սրտում։ Լաուրան ժամանեց առավոտյան ժամը 7:30, աշխատակիցների մեծ մասից շուտ։ Նա ուղիղ գնաց Ռոբերտո Մաչադոյի սենյակը, ով արդեն սպասում էր իրեն, թարմ սուրճով սեղանին սփռված այլ փաստաթղթերով։ Տիկին Լաուրա, ողջունեց նա, ես ամեն ինչ պատրաստել եմ, ինչպես խոսեցինք։ Արտահերթ ժողով հրավիրելու փաստաթղթերը պատրաստ են։ Միայն ձեր ստորագրությունն է պետք։ Լաուրան վերցրեց գրիչը, բայց նախքան ստորագրելը, հարցրեց. Ռոբերտո, հենց որ ես դա անեմ, հետդարձի ճանապարհ չկա։ Վստահ եք, որ ուզում եք ներգրավվել դրանում։ Հելոյզան հզոր է, նա շատ դաշնակիցներ ունի։ Նա պասիվ չի ընդունի դա։ Ռոբերտոն ժպտաց, հոգնած, բայց վճռական ժպիտով։ Տիկին Լաուրա, ես 25 տարի պաշտպանել եմ մարդկանց, ովքեր պաշտպանության արժանի չէին։ Բավական է։ Ժամանակն է օգտագործել իմ գիտելիքները ճիշտ բան անելու համար, նույնիսկ եթե դա նշանակում է հետանքների դիմակայել։ Լաուրան ստորագրեց փաստաթղթերը։ Այդ պահին իր գրիչի հարվածով նա պաշտոնապես հրավիրում էր բաժնետերերի արտահերթ ժողով, քննարկելու ընկերության կառավարումը պահանջելու հաշիվների ամբողջական աուդիտ։ Որպես ամենամեծ անհատ բաժնետեր, նա ուներ այդ իրավունքը։ Եվ ավելին, նա պարտք ուներ պաշտպանել այն ընկերությունը, որը ինքն էր օգնել կառուցել։ Վերի հարկում, նախագահական գրասենյակում, որտեղից քաղաքի համայնապատկերային տեսարան էր բացվում, Հելոյզան ժամանեց ուղիղ ժամը 8-ին, ինչպես միշտ։ Նրա քարտուղարը, տիկին Կարմենը, 50 անց մի կին, ով ավելի քան 2 տասնամյակ աշխատում էր ընկերությունում, նրան ընդունեց անհանգիստ արտահայտությամբ. Տիկին Հելոյզա, դուք պաշտոնական ծանուցում եք ստացել։ Դա արտահերթ ժողովի հրավերի մասին է։ Հելոյզան վերցրեց փաստաթուղթը Կարմենի ձեռքից զգաց, թե ինչպես է արյունը եռում։ Հրավերը ստորագրված էր Լաուրա Մենդես Ալմեյդա Սանթոսի կողմից, որպես ընկերության ամենամեծ անհատ բաժնետեր։ Սա անհնար է, մրմնջաց Հելոյզան։ Ինչպես կարող է նա լինել ամենամեծ բաժնետերը։ Բայց նույնիսկ խոսելիս նա սկսում էր հասկանալ։ Տարիների ընթացքում զուսպ ձեռքբերումները, Լաուրայի կատարած ներդրումները, օգտագործելով սեփական միջոցները, այն բաժնետոմսերը, որոնք նա կուտակել էր, մինչ բոլորը նրան թերագնահատում էին։ Հելոյզան այնքան ամբարտավան էր եղել, այնքան կուրացած իր արամարանքից, որ չէր նկատել, որ ստեղծում էր իր սեփական դահիճին։ Նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց Մարսելոյին։ Անմիջապես եկեք իմ գրասենյակ, հրամայեց նա, առանց նույնիսկ սպասելու, որ նա պատասխանի։ Մարսելոն, ով արդեն շենքի ճանապարհին էր, զգաց, թե ինչպես է ստամոքսը շրջվում։ Նա գիտեր, որ փոթորիկը նոր էր սկսվում։ Մինչդեռ 10-րդ հարկի հանդիպումների սենյակում Լաուրան հանդիպում էր Բեատրիս Կամպոսի նրա հետաքննական լրագրության թիմի հետ։ Նրանք բերել էին նոթբուքեր, ձայնագրիչներ, փաստաթղթերի կույտեր։ Մեզ ժամանակ է պետք այս ամենը պատշաճ կերպով վերլուծելու համար, բացատրեց Բեատրիսը։ Բայց այն, ինչ արդեն տեսել եմ ձեր մեզ տված փաստաթղթերում, բավարար նյութ ունենք մի շարք հաղորդումների համար, որոնք կսասանեն հայկական ֆինանսական շուկայի կառույցները։ Թիմի լրագրողներից մեկը, Ֆելիպե անունով մի երիտասարդ, մատնացույց արեց որոշակի գրառումներ։ Նայեք սրան, Լաուրա։ Ամսական փոխանցումներ Կիպրոսի օֆշորային ընկերությանը։
Միշտ նույն գումարով, միշտ ամսվա նույն օրը։ Դա փողերի լվացման դասական օրինակ է։ Լաուրան իրեն կիսված էր զգում բետոնե ապացույցներ ունենալու բավարարվածության այն տխրության մեջ, որ հաստատում էր, որ այն մարդը, ում հետ նա ամուսնացել էր, իրականում այդ կոռուպցիայի մասն էր։ Հանդիպումը ընդհատվեց դրան շտապ թակոցով։ Դա Կարմենն էր, Հելոիզայի քարտուղարուհին, աչքերը կարմիր, կարծես վերջերս լացած լիներ։ Տիկին Լաուրա, կարող եմ ձեզ հետ առանձին խոսել։ Լաուրան ներողություն խնդրեց լրագրողներից դուրս եկավ միջանցք Կարմենի հետ։ Ավելի տարիքով կինը հուսահատ ինտենսիվությամբ բռնեց Լաուրայի ձեռքերը։ Տիկին Լաուրա, ես բաներ գիտեմ։ Բաներ, որոնք տիկին Հելոիզան արել է տարիների ընթացքում։ Բաներ, որոնք ես շատ վաղուց պետք է բացահայտեի, բայց վախենում էի։ Վախենում էի կորցնել իմ աշխատանքը, վախենում էի հաշվեհարդարից։ Բայց այն բանից հետո, ինչ նա արեց ձեզ հետ ուրբաթ օրը, ես այլս չեմ կարող լռել։ Լաուրան Կարմենին տարավ դատարկ սենյակ։ Ամեն ինչ պատմեք ինձ, ասաց նա, Կարմենը սկսեց խոսել։ Դրանք 20 րոպեի բացահայտումներ էին, որոնք Լաուրային ավելի ու ավելի էին ցնցում։ Կեղծված պայմանագրեր, կաշառք հարկային տեսուչներին, սպառնալիքներ մրցակիցներին։ Հելոիզան կայսրություն էր կառուցել ոչ միայն քրտնաջան աշխատանքով, այլ իրավասության բացարձակ անբարեխղճության համադրությամբ։ Եվ Կարմենն ուներ փաստաթղթեր, էլեկտրոնային նամակներ, խոսակցությունների ձայնագրություններ։ Նա ամեն ինչ պահել էր որպես անձնական ապահովագրություն, եթե մի օր պետք լիներ իրեն պաշտպանել։ Ինչու՞։ Էկ ինձ հիմա դա պատմում, հարցրեց Լաուրան։ Կարմենը սրբեց արցունքները։ Որովհետև տեսա, թե ինչպես եք այս առավոտ մտել այստեղ։ Տեսա ձեր կեցվածքը, վճռականությունը։ Եվ մտածեցի, սա այն մարդն է, ով վերջապես կարող է ճիշտ բան անել։ Սա այն մարդն է, ով համարձակություն ունի դիմակայել տիկին Հելոիզային հաղթել։ Նա Լաուրային տվեց ըստ գրիչ։ Այստեղ ամեն ինչ կա։ Օգտագործեք իմաստությամբ։ Երբ Լաուրան վերադարձավ հանդիպումների սենյակ, նա իր հետ ուներ ոչ միայն Կարմենի ըստ գրիչը, այլ հաստատումը, որ ընկերությունում շատ ավելի շատ մարդիկ կային, ովքեր սպասում էին ճշմարտության հաղթելու հնարավորությանը։ Բեատրիսի թիմը ոգորված էր նոր նյութերով։ Դրանով մենք կարող ենք առաջին հաղորդումը հրապարակել արդեն վաղը, ասաց Բեատրիսը։ Նախագահական գրասենյակում Հելոիզայի Մարսելոյի հանդիպումը հեռու էր բարեկամական լինելուց։ Ինչպես կարող էիր թույլ տալ, որ դա տեղի ունենա, բղավում էր Հելոիզան։ Ինչպես կարող էիր այդքան հիմար լինել, որ չնկատես, որ քո կինը ընկերության բաժնետոմսեր էր գնում։ Մարսելոն իր կյանքում առաջին անգամ չկծկվեց մոր կատաղության առջ։ Մայրիկ, խնդիրը այն չէ, ինչ Լաուրան արեց։ Խնդիրը այն է, ինչ մենք արեցինք։ Շեղումները, անկանոնությունները, այդ ամենը դուրս կգա։ Եվ երբ դուրս գա, ոչ մի ազգանուն կամ փող չի պաշտպանի մեզ։ Հելոիզան սառնությամբ նայեց նրան։ Դու հիմա նրա կողմն ես։ Այդպես է։ Մարսելոն խորը շունչ քաշեց։ Ես ճշմարտության կողմն եմ, մայրիկ։ Եվ ճշմարտությունն այն է, որ մենք այս ամենը կառուցել ենք փտած հիմքի վրա։ Ես հանցակից էի, ես գիտեմ։ Բայց դեռ կարող եմ փորձել շտկել։ Հելոիզան դառը ծիծաղեց։ Շտկել։ Որդիս, դու ոչինչ չես հասկանում իշխանությունից։ Իշխանությունը չի շտկվում, իշխանությունը կիրառվում է։ Եվ հենց դա էլ ես պատրաստվում եմ անել։ Նա վերցրեց հեռախոսը, սկսեց մի շարք զանգեր կատարել։ Ազդեցիկ փաստաբաններին, քաղաքական գործիչներին, ում հետ նա գործարքներ էր կատարել տարիների ընթացքում, լրագրողներին, ովքեր նրա աշխատավարձի մեջ էին։ Հելոիզան մոբիլիզացնում էր իր ամբողջ զինանոցը, պատրաստվելով մի պատերազմի, որը նա մտադիր չէր պարտվել։ Բայց այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ աշխարհը փոխվել էր։ Խաղի հին կանոնները, որտեղ իշխանությունը փողը լռություն էին գնում, վերաշարադրվում էին մի սերնդի կողմից, որը թափանցիկությունն ու արդարությունը գնահատում էր հարմարավետությունից կույր հավատարմությունից վեր։ Կեսօրին, արտահերթ ժողովի հրավերի մասին լուրը սկսեց շրջանառվել ֆինանսական շուկայում։ Ալմեյդա Սանթոսը խմբի բաժնետոմսերը ժամերի ընթացքում 3%-ով ընկան։ Ներդրողները սկսեցին հարցեր տալ, վերլուծաբանները սկսեցին վերագնահատումներ։ Քարտեզների ամրոցը սկսում էր փլուզվել, Հելոիզան զգում էր, թե ինչպես է հողը շարժվում իր ոտքերի տակից։
Լաուրան օրվա մնացած մասն անցկացրեց հանդիպումներում Ռոբերտոյի վարչական խորհրդի անդամների հետ, ովքեր տարիների ընթացքում մարգինալացվել էին Հելոիզայի կողմից։ Նա հայտնաբերեց, որ ընկերությունում շատ մարդիկ կային, ովքեր հոգնել էին մայրապետի ավտորիտար կառավարումից, ովքեր փոփոխություններ էին ուզում, բայց չունեին դրանք առաջ մղելու քաղաքական ուժ։ Այժմ, երբ Լաուրան գլխավորում էր ընդդիմությունը, նրանք վերջապես հնարավորություն էին տեսնում։ Այդ խորհրդականներից մեկը Անտոնիո Ռիբեյրոն էր, 60 տարեկան մի տղամարդ, հարգված տնտեսագետ, ով խորհրդի անդամ էր ընկերության հիմնադրումից ի վեր։ Նա Հելոիզայի հանգուցյալ ամուսնու ընկերն էր։ Եղել ականատես էր եղել կնոջ վերափոխմանը տասնամյակների ընթացքում։ Լաուրա, ասաց նա առանձին, ձեր սկեսուրը ազնիվ մարդ էր։ Նա այս ընկերությունը կառուցել էր ամուր արժեքների վրա։ Երբ նա հեռացավ, Հելոիզան ստանձնեց վերահսկողությունը, աստիճանաբար ամեն ինչ խեղաթյուրեց։ Սկզբում դրանք փոքր էթիկական շեղումներ էին, հետո դրանք ավելի մեծացան։ Մեզանից շատերը փորձեցին միջամտել, բայց նա մեկ առ մեկ լռեցրեց մեզ, օգտագործելով սպառնալիքներ մանիպուլյացիա։ Դուք մեր վերջին հույսն եք փրկելու այս ընկերության սկզբնական ժառանգությունը։ Անտոնիոյի խոսքերը խորապես տիպան Լաուրային։ Նա պարզապես իր համար չէր պայքարում, նա պայքարում էր ավելի մեծ բանի համար, սկզբունքի համար, մի ժառանգության համար, որն արժանի էր պահպանվելու։ Կարող եմ հույս դնել ձեր աջակցության վրա ժողովում, հարցրեց նա։ Անտոնիոն ամուր գլխով արեց։ Ոչ միայն իմը, այլ 4 այլ խորհրդականների։ Միասին մենք ներկայացնում ենք խորհրդի ձայների 40%-ը։ Ձեր բաժնետիրական մասնակցությամբ մեր աջակցությամբ մենք կարող ենք Հելոիզային հեռացնել նախագահությունից։ Երբ Լաուրան օրվա վերջում դուրս եկավ շենքից, արդեն մութ էր, մանր անձրը վերածվել էր ուժեղ անձրի, նա իրեն միաժամանակ հյուծված թարմացած զգաց։ Յուրաքանչյուր քայլ, որ նա անում էր, ավելի հեռացնում էր նրան այն կնոջից, ով եղել էր, մոտեցնում այն կնոջը, ով դառնում էր։ Նա տաքսի վերցրեց, տուն ուղիղ գնալու փոխարեն, խնդրեց վարորդին իրեն տանել հաղթանակ զբոսայգի։ Նույնիսկ անձրի տակ նրան պետք էր այդ պահը, կապվելու ավելի մեծ բանի հետ, իր սիրելի քաղաքի հետ, այն կյանքի հետ, որը նա վերակառուցում էր։ Նա նստեց ծածկված նստարանին, դիտելով, թե ինչպես է անձրը թափվում լճի վրա, կաթիլները կենտրոնական շրջանակներ էին կազմում ջրի մակերեսին։ Նրա բջջային հեռախոսը զանգահարեց։ Դա Մարսելոն էր։ Լաուրա, որտե՞ղ ես։ Պետք է խոսենք։ Նա վարանեց, նախքան պատասխանելը։ Ես հաղթանակ զբոսայգում եմ։ Պետք էր մտածել։ Հեռախոսի մյուս ծայրում լռություն տիրեց։ Կարող եմ գալ այնտեղ։ Խնդրում եմ։ Կես ժամ անց Մարսելոն նստած էր նրա կողքին նստարանին, երկուսն էլ լուր դիտում էին անձրը։ Վերջապես, նա խոսեց։ Այսօր առավոտյան ես խոսեցի մորս հետ։ Դա առաջին անգամն էր կյանքում, որ ես իրականում դիմակայեցի նրան։ Ասացի նրան, որ այլս հանցակից չեմ լինելու, որ կհամագործակցեմ հետաքննության հետ, որ կպատմեմ ամեն ինչ, ինչ գիտեմ։ Նա նայեց Լաուրային, նրա աչքերում արցունքներ կային։ Գիտեմ, որ հավանաբար կորցրել եմ քեզ։ Գիտեմ, որ ոչնչացրել եմ մեր վստահությունը։ Բայց ուզում եմ, որ իմանաս, որ առաջին անգամ փորձում եմ լինել այն մարդը, ում դու արժանի ես, նույնիսկ եթե շատ ուշ է։ Լաուրան նայեց նրան, նրա աչքերում զայրույթ չկար, միայն խորը տխրություն։ Մարսելո, խնդիրը երբեք այն չէր, որ դու սխալներ ես թույլ տալիս։ Բոլորս էլ ենք թույլ տալիս։ Խնդիրը այն էր, որ դու բազմիցս ընտրում էիր պաշտպանել քո մորը, իմ հաշվին, ընտրում էիր բացթողումների հարմարավետությունը, ճշմարտության քաջության հաշվին։ Ես չգիտեմ, թե արդյոք մեր ամուսնությունը շտկելու է։ Բայց գիտեմ, որ անկախ նրանից, թե ինչ կլինի մեզ միջ, դու պետք է հիմա ճիշտ բան անես։ Ոչ թե ինձ համար, այլ քեզ համար։ Նրանք այնտեղ նստեցին որոշ ժամանակ երկու անծանոթներ, ովքեր մի օր ամուսիններ էին եղել, այժմ միացած միայն հետանքների բարդ ցանցով, որոնք հյուսել էին իրենց ընտրությունները։ Երբ նրանք վերջապես վեր կացան հեռանալու, նրանց միջ կար լուռ համաձայնություն։ Առջում ճանապարհը դժվար կլիներ, ցավոտ, բայց անհրաժեշտ։ Երեքշաբթի առավոտյան հրապարակվեց Բեատրիս Կամպոսի առաջին հաղորդումը։ Վերնագիրը ազդեցիկ էր, բայց փաստացի։ Փաստաթղթերը բացահայտում են հաշվապահական հնարավոր անկանոնություններ Ալմեյդա Սանթոս խմբում։ Հոդվածը խնամքով էր գրված, ներկայացնելով ապացույցները առանց սենսացիոնիզմի, թույլ տալով, որ փաստերը խոսեն իրենց փոխարեն։ Ազդեցությունն անմիջական էր։
Ընկերության բաժնետոմսերն ընկանց 10%-ով Հայաստանի կենտրոնական բանկը հայտարարեց, որ հետաքննություն կսկսի Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, ասելով, որ հետում է գործին։ Հելույզան լիովին անակնկալի եկավ։ Նա թերագնահատել էր ոչ միայն Լաուրային, այլ ճշմարտության ուժը, երբ այն փաստագրված հրապարակայնորեն բացահայտված է։ Նրա փաստաբանները շտապեցին վնասները վերահսկել, հայտարարություններ տարածելով, ամեն ինչ հերքելով, խոստանալով դատի տալ լրատվական պորտալին զրպարտության համար։ Բայց յուրաքանչյուր հերքում ավելի հուսահատ էր հնչում, քան նախորդը։ Ալմեյդա Սանթոս խմբի գրասենյակում մթնոլորտը շոշափելիորեն լարված էր։ Աշխատակիցները շշնջում էին միջանցքներում, ներդրողները զանգահարում էին, բացատրություններ պահանջելով, մատակարարները սկսում էին կասկածի տակ դնել պայմանագրերը։ Այն կայսրությունը, որը Հելույզան այդքան խնամքով կառուցել էր, փլուզվում էր նրա աչքերի առջ, իր կյանքում առաջին անգամ նա իրեն անզոր էր զգում կանխելու համար։ Լաուրան, իր հերթին, հանդիպում էր իրավաբանական թիմի հետ, որը Ռոբերտոն էր հավաքել։ Կորպորատիվ իրավունքի, ֆինանսական հանցագործությունների, ահազանգողների պաշտպանության մասնագետ փաստաբաններ։ Նրանք պատրաստում էին ոչ միայն Լաուրայի իրավական պաշտպանությունը, այլ պաշտոնական մեղադրանքները, որոնք կներկայացվեին Հելույզայի անկանոնություններում ներգրավված այլ գործադիրների դեմ։ Արտահերթ ժողովը նշանակված էր 10 օրից։ 10 օր, որոնք կորոշեին ոչ միայն Ալմեյդա Սանթոս խմբի ապագան, այլ իշխանության, դավաճանության փրկության այդ բարդ սյուժեում ներգրավված բոլոր մարդկանց ապագան։ Եվ ամեն ինչի կենտրոնում մի կին, ով հրապարակայնորեն նվաստացվել էր, ով կծկվելու փոխարեն որոշել էր վեր կենալ պայքարել ոչ միայն արդարության, այլ արժանապատվության, ճշմարտության, մի ապագայի համար, որտեղ իրավասությունն ու ազնվությունը ավելին արժեն, քան ազգանուններն ու արտաքին տեսքը։ Արտահերթ ժողովին նախորդող 10 օրերը Լաուրայի կյանքի ամենալարված օրերն էին։ Երանը կարծես այլ էներգիայով էր բաբախում, կարծես ամբողջ քաղաքը դիտում էր հինի նորի, ինստիտուցիոնալ կոռուպցիայի թափանցիկության փնտրտուքի միջ այդ առճակատումը։ Բեատրիս Կամպոսի հաղորդումները շարունակում էին հրապարակվել, յուրաքանչյուրը բացահայտելով Ալմեյդա Սանթոս խմբի փայլուն ճակատի հետում թաքնված փտածությանց մեկ շերտ։ Չափազանցված պայմանագրեր, կեղծված մրցույթներ, կաշառքի սխեմաներ, որոնք թվագրվում էին ավելի քան մեկ տասնամյակով։ Հելույզան ամեն ինչ փորձեց։ Նրա փաստաբանները հայցեր ներկայացրեցին լրատվական պորտալի դեմ, պահանջելով հեռացնել նյութերը։ Նրա քաղաքական կապերը փորձեցին ճնշում գործադրել իշխանությունների վրա, հետաքննությունները հետաձգելու համար։ Նրա դաշնակիցները գործարար աշխարհում մոբիլիզացվեցին ավանդական լրատվամիջոցներում այլընտրանքային պատմություն ստեղծելու համար, Լաուրային ներկայացնելով որպես վրիժառու օպորտունիստ, ով ցանկանում էր ոչնչացնել ընկերությունը անձնական վրդովմունքի պատճառով։ Բայց ոչինչ չէր աշխատում։ Ճշմարտությունը, երբ լավ փաստագրված է ներկայացված լրագրողական ազնվությամբ, ուներ իր սեփական ուժը, որը չէր կարող զսպվել հանրային կապերով կամ տնտեսական իշխանությամբ։ Ժողովի առավոտյան Լաուրան արթնացավ լուսաբացից առաջ։ Մի քանի րոպե կանգնեց բնակարանի պատուհանի մոտ, դիտելով, թե ինչպես է Երանն արթնանում իր լույսերով շարժումներով։ Մարսելոն վերջնականապես տեղափոխվել էր հյուրասենյակ, թե նրանք դեռ ապրում էին նույն տանիքի տակ, նրանք զուգահեռ կյանքեր էին վարում։ Նա կատարել էր իր խոստումը, համագործակցելու հետաքննությունների հետ, տրամադրելով փաստաթղթեր ցուցմունքներ, որոնք մեղադրում էին ինչպես մորը, այնպես էլ իրեն։ Դա փրկության ուշ փորձ էր, բայց գոնե փորձ էր։ Լաուրան հագավ բաց մոխրագույն կոստյում, էլեգանտ, բայց ոչ շքեղ։ Մազերը հավաքեց ցածր պոչով հագավ հարմարավետ կոշիկներ։ Չէր ուզում թվալ, թե պատերազմի է գնում, թե հենց դա էր անում։ Ուզում էր թվալ այն, ինչ միշտ եղել էր, իրավասու մասնագետ, վստահ, պատրաստ։ Վերցրեց պանակը, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դուրս եկավ բնակարանից, առանց հետ նայելու։ Ժողովը պետք է անցկացվեր Ալմեյդա Սանթոս խմբի շենքի գլխավոր դահլիճում, ընդարձակ տարածքում 200 մարդու տարողությամբ։ Երբ Լաուրան ժամանեց առավոտյան ժամը 8:30, վայրն արդեն լցվում էր։ Բաժնետերեր, խորհրդի անդամներ, ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ, փաստաբաններ, լիազորված լրագրողներ։ Օդում շոշափելի լարվածություն կար, այն էլեկտրական զգացողությունը, որը նախորդում է պատմական պահերին։ Ռոբերտո Մաչադոն սպասում էր նրան մուտքի մոտ, Անտոնիո Ռիբեյրոյի Լաուրայի կողքին կանգնած մյուս խորհրդականների հետ։ Պատրաստ եք, հարցրեց Ռոբերտոն։ Լաուրան գլխով արեց, թե նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա կարող էր լսել այն։ Ավելի պատրաստ, քան երբևէ։
Հելույզան ժամանեց 15 րոպե անց հաշվարկված մուտքով ազդեցություն թողնելու համար։ Նա հագած էր վառ կարմիր կոստյում, մազերը կատարյալ սանրված, զուսպ, բայց թանկարժեք զարդեր։ Նա քայլեց դահլիճի կենտրոնական միջանցքով, կարծես թագուհի լիներ, ով մտնում էր իր թագավորություն, ողջունելով մարդկանց գլխով անելով, պահպանելով անսասան վստահության այդ դիմակը։ Բայց ով ուշադիր նայեր, կտեսներ լարվածության գծերը նրա աչքերի շուրջ, պայուսակը բռնելու խստությունը։ Մարսելոն մենակ եկավ, մորից քիչ անց։ Նա չնստեց Հելույզայի կողքին, ինչպես սպասվում էր։ Նա չնստեց Լաուրայի կողքին։ Նա ընտրեց մի տեղ դահլիճի մեջտեղում, չեզոք դիր, որն արտացոլում էր իր սեփական անորոշությունը։ Լաուրան տեսավ, թե ինչպես է նա մտնում, կարճ պահով նրանց աչքերը հանդիպեցին։ Այնտեղ կար մի ընդհանուր տխրություն, այն գիտակցումը, որ երկուսն էլ կորցրել էին ինչ-որ թանկարժեք բան, որը գուցե երբեք չկարողանային վերականգնել։ Ժամը ուղիղ 9-ին ժողովը սկսվեց։ Վարչական խորհրդի նախագահը, Էդուարդո Մարտինես անունով մի տղամարդ, ով միշտ չեզոք էր եղել ներքին վեճերում, բացեց նիստը, բացատրելով ընթացակարգերը։ Օրակարգը հստակ էր, ընկերության կառավարման քննարկում, նախնական աուդիտի արդյունքների ներկայացում, որը կատարվել էր վերջին շաբաթների ընթացքում, քվեարկություն գործադիր տնօրինության հնարավոր փոփոխությունների վերաբերյալ։ Առաջինը խոսեց Հելույզան։ Նա արժանապատվությամբ վեր կացավ, քայլեց դեպի ամբիոնը։ Նրա ձայնը ամուր էր, երբ նա սկսեց. «Տիկնայք պարոնայք, ես այս ընկերությունը կառուցել եմ իմ հանգուցյալ ամուսնու կողքին։ Երբ նա հեռացավ, ես ստանձնեցի ոչ միայն այն պահպանելու, այլ այն դարձնելու այն ուժը, որն այսօր է։ Այդ տարիների ընթացքում ես դժվար որոշումներ եմ կայացրել, դիմակայել եմ ճգնաժամերի, նավարկել եմ տնտեսական փոթորիկների միջով։ Ես միշտ կատարյալ չեմ եղել, բայց միշտ գործել եմ այս ընկերությունը նրա բաժնետերերին պաշտպանելու նպատակով»։ Նա դադար տվեց, նրա աչքերը շրջեցին դահլիճով մեկ։ «Իմ դեմ արված մեղադրանքները անհիմն են, հիմնված օրինական գործարքների չարամիտ մեկնաբանությունների վրա։ Այո, մեր հաշվապահությունը բարդ է։ Այո, մենք գործարքներ ենք կատարում տարբեր միջազգային իրավասություններում։ Բայց դա նորմալ է մեր չափի ընկերության համար։ Այն, ինչ նորմալ չէ, զրպարտչական արշավն է, որը կազմակերպվել է մեկի կողմից, ով անձնական շահեր ունի ոչնչացնելու այս ընտանիքը, այս ընկերությունը»։ Նրա աչքերը հանդիպեցին Լաուրայի աչքերին, այնտեղ կար ուղիղ մարտահրավեր։ Լաուրա Մենդեսը եկել է այս ընկերություն որպես խորհրդատու։ Ծանոթացել է իմ որդու հետ, ամուսնացել նրա հետ։ Տարիների ընթացքում, մինչ նա ձացնում էր, թե նվիրված կին է, նա համակարգված կերպով ձեռք է բերել ընկերության բաժնետոմսեր, կառուցելով իշխանության դիրք։ Եվ հիմա, ցավալի միջադեպից հետո, երբ ես պատահաբար գինի թափեցի նրա զգեստի վրա, նա որոշում է դա օգտագործել որպես պատրվակ, փորձելու ինձ տապալել։ Հելույզայի ելույթը հմուտ էր, փորձելով կորպորատիվ անկանոնությունների հարցը վերածել անձնական վրեժի հարցի։ Բայց երբ նա ավարտեց, վերադարձավ իր տեղը, տեսանելի էր, որ դահլիճում շատերը համոզված չէին։ Հաղորդումներում ներկայացված ապացույցները շատ ամուր էին, շատ մանրամասն, պարզապես անտեսվելու համար։ Այնուհետ Լաուրայի հերթն էր։ Նա դանդաղ վեր կացավ, շտկեց բլեյզերը, քայլեց դեպի ամբիոնը։ Մի պահ նա լուռ կանգնած էր այնտեղ, նայելով բոլոր այդ մարդկանց։ Նա զգաց բազմաթիվ հայացքների, բազմաթիվ սպասելիքների ծանրությունը։ Բայց նա զգաց մի բան, այն վստահությունը, որ ճիշտ բան էր անում, որ ճշմարտությունը իր կողմն էր։ «Իմ անունը Լաուրա Մենդես Ալմեյդա Սանթոս է», սկսեց նա, իր ձայնը պարզ, բայց հուզված։ «Եվ այո, ճիշտ է, որ ես եկել եմ այս ընկերություն որպես արտաքին խորհրդատու։ Ճիշտ է, որ ես ամուսնացել եմ Մարսելո Ալմեյդա Սանթոսի հետ։ Եվ ճիշտ է, որ տարիների ընթացքում ես ձեռք եմ բերել ընկերության զգալի բաժնետոմսեր։ Բայց ես կպարզաբանեմ որոշ կետեր, որոնք տիկին Հելույզան դիտավորյալ բաց թողեց»։ Լաուրան խորը շունչ քաշեց։ «Յուրաքանչյուր բաժնետոմս, որը ես գնել եմ, վճարվել է իմ սեփական փողերով, որոնք վաստակել եմ որպես խորհրդատու, իսկ հետո որպես գործադիր։ Յուրաքանչյուր ներդրում օրինականորեն փաստագրված գրանցված է եղել։ Ես ոչինչ չեմ գողացել, ոչ ոքի չեմ խաբել։ Ես պարզապես արել եմ այն, ինչ ցանկացած իրավասու մասնագետ կաներ։ Ներդրել եմ իմ սեփական աշխատանքում, այն ընկերությունում, որին օգնել եմ կառուցել»։ Նա դադար տվեց, երբ նա նորից խոսեց, նրա ձայնը լի էր հույզերով։ «Ինչ վերաբերում է գալա միջոցառման միջադեպին, դա դժբախտ պատահար չէր։ Բոլոր ներկաները դա գիտեն։
Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութը հստակ ցույց է տալիս։ Եվ դա մեկուսացված դեպք չէր, դա 7 տարվա նվաստացումների, արամարանքի, անմարդկային վերաբերմունքի գագաթնակետն էր։ Բայց այս ժողովը հրավիրվել է ոչ թե դրա պատճառով։ Այն հրավիրվել է, որովհետև որպես այս ընկերության ամենամեծ անհատ բաժնետեր, ես պարտք ունեմ պաշտպանել այն անկանոնություններից, որոնք կարող են ոչնչացնել այն։ Լաուրան այնուհետ սկսեց ներկայացնել ապացույցները։ Նրա հետում գտնվող էկրանին հայտնվեցին կանխատեսումներ, որոնք ցույց էին տալիս կասկածելի փոխանցումներ, կեղծված պայմանագրեր, կեղծված փաստաթղթեր։ Յուրաքանչյուր մեղադրանք ուղեկցվում էր ամուր փաստաթղթերով, թվերով, որոնք չէին ստում, օրինաչափություններով, որոնք անհնար էր անտեսել։ Սրահը բացարձակ լռության մեջ էր, մինչ Լաուրան խոսում էր, մեթոդաբար քանդելով տասնամյակների կոռուպցիան, որը քողարկված էր որպես գործարար հաջողություն։ Ես դա չեմ անում վրեժի համար, ասաց նա իր ներկայացման վերջում։ Ես դա անում եմ, որովհետև հավատում եմ, որ այս ընկերությունն ունի ներուժ լինելու ավելին, քան այսօրը։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք պատվել հիմնադրի սկզբնական ժառանգությունը, ով ազնիվ մարդ էր։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք կառուցել ապագա, հիմնված թափանցիկության, իրավասության էթիկայի վրա։ Երբ Լաուրան վերադարձավ իր տեղը, շատ ներկաների աչքերում արցունքներ կային։ Ոչ թե կարեկցանքի, այլ հիացմունքի արցունքներ։ Նա իր ցավը վերածել էր արժանապատվության, իր նվաստացումը, ուժի, զոհի իր դիրքը, ղեկավար դերի։ Քվեարկությունը տեղի ունեցավ։ Արդյունքը ջնշող էր։ Ներկա բաժնետերերի 87%-ը քվեարկեց Հելոյզային ընկերության նախագահությունից անհապաղ հեռացնելու հաշիվների ամբողջական անկախ աուդիտ նշանակելու օգտին։ Նրանք նա քվեարկեցին նոր գործադիր տնօրինություն ստեղծելու օգտին, Լաուրային որպես վարչական խորհրդի նախագահ։ Հելոյզան գունատվեց, երբ արդյունքը հայտարարվեց։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ նա պարտվել էր։ Պարտվել էր ոչ միայն քվեարկությունը, այլ իր կայսրությունը, իր ինքնությունը, այն ամենը, ինչի համար պայքարել էր։ Նա վեր կացավ, վերցրեց պայուսակը, քայլեց դեպի ելքը, իր արժանապատվության մնացորդներով։ Նախքան դուրս գալը, նա վերջին անգամ շրջվեց, նայելու Լաուրային։ Այդ հայացքում այլս զայրույթ չկար, միայն դառը հասկացողություն, որ նա լիովին թերագնահատել էր այն կնոջը, ում միշտ արամարել էր։ Մարսելոն անմիջապես չհեռացվեց, բայց նա հեռացվեց իր գործադիր պարտականություններից, մինչ հետաքննությունները շարունակվում էին։ Նա մոտեցավ Լաուրային ժողովից հետո։ Լաուրա, ասաց նա, իր ձայնը խեղդված։ Դու ճիշտ էիր։ Ամեն ինչի մասին։ Եվ ես սխալ էի։ Ամեն ինչի մասին։ Լաուրան նայեց նրան, տխրության կարեկցանքի խառնուրդով։ Մարսելո, դու դեռ կարող ես փրկվել։ Դու դեռ կարող ես ընտրել լինել այն ազնիվ մարդը, ում քո հայրն էր։ Բայց դա ընտրություն է, որը միայն դու կարող ես անել։ Նրանք բաժանվեցին այնտեղ, ոչ թե զայրույթով կամ վրդովմունքով, այլ այն գիտակցումով, որ որոշ վնասներ չափազանց խորն են վերականգնելու համար, որ որոշ ճանապարհներ, երբ ընտրված են, թույլ չեն տալիս վերադառնալ մեկնարկային կետ։ Մարսելոն պետք է գտներ իր փրկության սեփական ձը, իսկ Լաուրան պետք է կառուցեր իր սեփական կյանքը, ազատ այն շղթաներից, որոնք այդքան երկար կապել էին նրան։ Հաջորդող շաբաթներին Ալմեյդա Սանթոս խումբը խորը վերափոխում ապրեց։ Ամբողջական աուդիտը բացահայտեց ավելի շատ անկանոնություններ, քան սկզբում հայտնաբերված էին։ Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական մեղադրանք ներկայացրեց Հելոյզայի ներգրավված այլ գործադիրների դեմ։ Մարսելոն հետաքննություններին համագործակցելու համար ստացավ համաձայնագիր, որը նրան զերծ պահեց ավելի լուրջ հետանքներից, բայց նրա անունն արատավորվեց կորպորատիվ աշխարհում։ Լաուրան ստանձնեց խորհրդի նախագահությունը հստակ առաքելությամբ վերակառուցել ընկերությունը ամուր, էթիկական թափանցիկ հիմքերի վրա։ Նա ստեղծեց խիստ համապատասխանության ծրագիր, հաստատեց անանուն բողոքարկման ուղիներ, իրականացրեց կանոնավոր աուդիտներ։ Ավելին, նա փոխեց ընկերության մշակույթը, գնահատելով իրավասությունը ազգանուններից վեր, ազնվությունը գույր հավատարմությունից վեր։ Բերկման Industries-ի ի հետ գործարքը, որը սկանդալի պատճառով վտանգված էր, վերանայվեց վերջապես ստորագրվեց, բայց այժմ նոր պայմաններով, որոնք ապահովում էին լիակատար թափանցիկություն փոխադարձ իրական օգուտներ։ Կլաուս Շնայդերը հետագա հարցազրույցում հայտարարեց, որ այժմ ավելի շատ վստահություն ունի ընկերության նկատմամբ նոր ղեկավարության ներքո, քան երբևէ ուներ։ Բեատրիս Կամպոսը լրագրության մրցանակ շահեց գործի լուսաբանման համար։
Նրա աշխատանքը դարձավ հղում լրագրության դպրոցներում որպես էթիկական, լավ հիմնավորված սոցիալապես արդիական հաղորդման օրինակ։ Նա Լաուրան զարգացրեցին իրական բարեկամություն, հիմնված փոխադարձ հարգանքի այն վստահության վրա, որ նրանք միասին կարևոր բան էին արել։ Ռոբերտո Մաչադոն բարձրացվեց ընկերության իրավաբանական տնօրենի պաշտոնում, մի դիրք, որտեղ նա վերջապես կարող էր օգտագործել իր գիտելիքները կառուցելու համար, այլ ոչ թե պարզապես գաղտնիքներ պաշտպանելու։ Կարմենը, քարտուղարուհին, ով տարիներ շարունակ ապացույցներ էր պահել, ստացավ ավելի մեծ պատասխանատվության հարգանքի պաշտոն կազմակերպությունում։ Ինչ վերաբերում է Լաուրային Մարսելոյին, ամուսնությունը պաշտոնապես լուծարվեց ժողովից 6 ամիս անց։ Դա բարեկամական բաժանում էր, առանց վեճերի կամ դառնությունների։ Երկուսն էլ հասկանում էին, որ ամուսնացել էին կեղծ հիմքերի վրա, որ նրանք երբեք իրականում չէին ճանաչել միմյանց, բացի այն սոցիալական դիմակներից, որոնք յուրաքանչյուրն էր կրում։ Մարսելոն տեղափոխվեց Գյումրի, որտեղ սկսեց աշխատել ոչ կառավարական կազմակերպությունում, կենտրոնացած կարիքավոր համայնքների երիտասարդների կրթության վրա։ Դա նրա ձն էր, փորձելու ինչ-որ դրական բան կառուցել իր անցյալի ընտրությունների բեկորներից։ Լաուրան մնաց Երանում, իր սիրելի քաղաքում, վերակառուցելով ոչ միայն մի ընկերություն, այլ իր սեփական կյանքը։ Բաժանումից մի քանի ամիս անց նա նորից սկսեց հաճախել այն վայրերը, որոնք միշտ սիրել էր, բայց լքել էր ամուսնության ընթացքում, արվեստի կինոթատրոններ, անկախ գրախանութներ, հանգիստ սրճարաններ, որտեղ նա կարող էր կարդալ մտածել։ Հենց այդպիսի մի առիթով Կասկադի գրախանութում կիրակի մի անձրոտ կեսօրին նա հանդիպեց Անդրեին, փիլիսոփայության պրոֆեսորի, ով ոչինչ չգիտեր կորպորատիվ աշխարհի մասին, տպավորված չէր ազգանուններով կամ կարողություններով։ Նրանք սկսեցին խոսել մի գրքի մասին, որը երկուսն էլ թերթում էին, զրույցը տետ ժամ էր, ապա այլ հանդիպումներ, ապա իրական կապ, որն աճում էր առանց շտապողականության կամ ճնշման։ Արտահերթ ժողովից 1 տարի անց Լաուրային հրավիրեցին դասախոսություն կարդալու կորպորատիվ աշխարհում կանանց առաջնորդության վերաբերյալ համաժողովում։ Դահլիճը լցված էր բոլոր տարիքի կանանցով, նրանցից շատերը դիմակայում էին իրենց սեփական պայքարներին համակարգերի դեմ, որոնք փորձում էին լռեցնել նրանց։ Լաուրան պատմեց իր պատմությունը ոչ թե որպես զոհ, ով կարեկցանք էր փնտրում, այլ որպես փրկված, ով բացահայտել էր իր սեփական ուժը։ 1 տարի առաջ, ասաց նա դասախոսության վերջում, մի բաժակ գինի թափվեց իմ զգեստի վրա հարյուրավոր մարդկանց առջ։ Այդ պահին ես մտածեցի, որ ես ոչնչացվում եմ։ Բայց հիմա հասկանում եմ, որ դա, փաստորեն, ազատագրման պահ էր։ Որովհետև դա ինձ ստիպեց ընտրություն կատարել, մնալ լուռ, ընդունել չարաշահումը, կամ բարձրացնել իմ ձայնը պայքարել ճշմարտության համար։ Ես ընտրեցի երկրորդ տարբերակը, այդ ընտրությունը փոխեց ամեն ինչ։ Նա նայեց լսարանին, շատ դեմքերում տեսնելով իր սեփական պայքարների արտացոլանքը։ Եթե կա մի բան, որը ես ուզում եմ, որ դուք տանեք այս պատմությունից, դա սա է, ձեր ձայնը կարևոր է։ Ձեր արժանապատվությունը կարևոր է։ Ձեր աշխատանքը, ձեր իրավասությունը, ձեր ազնվությունը, այդ ամենը ավելին է կարևոր, քան ցանկացած ազգանուն, ավելին, քան իշխանության ցանկացած արտաքին տեսք։ Եվ երբ դուք կանգնում եք հարմարավետ լռության անհարմար ճշմարտության միջ ընտրության առջ, ընտրեք ճշմարտությունը։ Միշտ ընտրեք ճշմարտությունը։ Հետած ծափահարությունները երկար հուզիչ էին։ Շատ կանայք հետո մոտեցան կիսվելու իրենց սեփական պատմություններով, շնորհակալություն հայտնելու Լաուրային համարձակություն ունենալու համար, բացահայտելու այն, ինչ շատերը լուռ էին ապրում։ Եվ Լաուրան հասկացավ, որ իր ճանապարհը, որքան էլ ցավոտ լիներ, ծառայել էր ավելի մեծ բանի, քան ինքը։ Այն ճանապարհ էր բացել այլ կանանց համար, ցույց էր տվել, որ հնարավոր է դիմակայել կոռումպացված իշխանական կառույցներին, հաղթել, ոչ թե վրեժի կամ բռնության միջոցով, այլ ճշմարտության, փաստաթղթերի, համառության անընդունելին չընդունելու համարձակության միջոցով։ Լաուրայի կյանքը կատարյալ չդարձավ ժողովում հաղթելուց հետո։ Դեռս կային դժվար օրեր, կասկածի պահեր, հուզական սպիներ, որոնք ժամանակ էին պահանջում բուժվելու համար։ Բայց կար նա խորը խաղաղության զգացում, որը բխում էր այն գիտակցումից, որ նա ճիշտ բան էր արել, որ նա պատվել էր իր սեփական արժեքները, նույնիսկ երբ դա դժվար էր, նույնիսկ երբ գինը չափազանց բարձր էր թվում վճարելու համար։ Աշնանային մի կեսօրին Լաուրան իր նոր բնակարանում էր, ավելի փոքր, քան նախորդը, բայց ավելի շատ լույսով հաղթանակ զբոսայգիի գեղեցիկ տեսարանով։ Անդրեն խոհանոցում սուրճ էր պատրաստում, նրանք պլանավորում էին անցկացնել կիրակի օրվա մնացած մասը պարզապես գոյություն ունենալով, առանց օրակարգերի կամ պարտավորությունների։ Լաուրայի բջջային հեռախոսը զանգահարեց։ Դա Բեատրիսի հաղորդագրությունն էր։ Հենց նոր դուրս եկավ դատավճիռը։ Հելոիզան դատապարտվեց։
Արդարությունն իր տեղը գտավ։ Լաուրան կարդաց հաղորդագրությունը, զգաց հույզերի բարդ խառնուրդ։ Նախկին սկեսրոջ դատապարտման մեջ ուրախություն չկար, միայն ավարտի զգացում, որ մի ցիկլ վերջապես փակվել էր։ Նա պատասխանեց պարզապես. «Շնորհակալություն տեղեկացնելու համար»։ Նա մի կողմ դրեց բջջային հեռախոսը, մոտեցավ պատուհանին, դիտելով քաղաքը, որը շարունակում էր իր առօրյան, անտարբեր այն անձնական դրամաների նկատմամբ, որոնք զարգանում էին նրա միլիոնավոր կյանքերում։ Անդրեն մոտեցավ հետից, մի բաժակ սուրճ դրեց նրա ձեռքերում, կանգնեց նրա կողքին, լուռ համերաշխությամբ։ Նրան ոչինչ պետք չէր ասել։ Լաուրան գիտեր, որ Անդրեի մեջ գտել էր մի բան, որը երբեք չէր ունեցել Մարսելոյի հետ, իրական գործընկերություն, հիմնված փոխադարձ հարգանքի, իրական խոսակցությունների, անվերապահ աջակցության վրա։ Դա դրամատիկ սերիալային սեր չէր, բայց դա ավելի խորը բան էր, դա սեր էր, որը կառուցված էր ազնվության, մյուսին այնպիսին տեսնելու, ընդունելու պատրաստակամության վրա, ինչպիսին նա իրականում է։ Ամեն ինչ լավ է, մեղմ հարցրեց Անդրեն։ Լաուրան գլխով արեց։ Այո։ Վերջապես, ամեն ինչ լավ է։ Եվ դա ճիշտ էր։ Առաջին անգամ երկար ժամանակ հետո Լաուրան կարող էր դա ասել, իրականում զգալ դրա ճշմարտացիությունը։ Արտաքին տեսքի կայսրությունը փլուզվել էր, ճշմարտությունը հաղթել էր, նա ազատ էր։ Ազատ լինելու այն, ինչ իրականում էր, ազատ կառուցելու այն կյանքը, որը նա իրականում էր ուզում, ազատ այն շղթաներից, որոնք այդքան երկար կապել էին նրան ուրիշների սպասելիքներին, կոռումպացված կառույցներին։ Գինու բիծը, որը մի օր աշխարհի վերջ էր թվում, վերածվել էր նոր պատմության սկզբի, մի պատմության, որտեղ Լաուրան այլևս երկրորդական դերակատար չէր, այլ գլխավոր հերոս։ Մի պատմության, որտեղ արժանապատվությունն ավելին էր արժենում, քան կարգավիճակը, որտեղ ճշմարտությունն ավելին էր արժենում, քան հարմարավետությունը, որտեղ քաջությունն ավելին էր արժենում, քան համապատասխանությունը։ Եվ այդ պատմությունը, Լաուրան գիտեր, նոր էր սկսվում։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Լաուրայի Հելոիզայի պատմությունը դիպել է ձեր սրտերին։ Եթե ձեզ հուզել է քաջության, փրկության, արդարության այս ճանապարհորդությունը, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք դուք երբևէ ապրել եք կամ ճանաչում եք մեկին, ով դիմակայել է նվաստացման իրավիճակների, կարողացել է հաղթահարել դրանք։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նման ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, այն երկընտրանքները, որոնց առջ մենք կանգնած ենք լռության, ճշմարտության, ընդունման պայքարի մեջ։ Յուրաքանչյուր պատմություն հուզական ճանապարհորդություն է, որը ստիպում է մեզ մտածել մեր սեփական ընտրությունների այն մասին, թե ինչպիսի մարդ ենք ուզում լինել։ Մենք սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությունով, որը կշարժի ձեր հույզերը, կստիպի ձեզ մտածել։ Մինչ այդ, հիշեք. Ձեր ձայնը կարևոր է, ձեր արժանապատվությունը կարևոր է, երբեք ուշ չէ ընտրել ճշմարտությունը։